Շարունակիր տողը։ Եթե մինչև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Կամ թե ինչ-որ Մարիամ, կամ թե չեմ հիշում Թումանյանի ժպտուն աչքերն Թումանյանը չի գրել, Սահյանն է գրել, Որ? բայց ժպտուն աչքերը չի։ Ես կամ Ոչ, միևնույն է կգամ։ Ով էր ասում, նորից չեն սիրում, սիրում են կրկին։ սխալ ընտրություն է։ Հա, իրոք, անկեղծ Երեխեք, չեք կարող չհիշել այդ բանաստեղծին, որովհետև սիրո մասին Սիրում են լավագույնս միայն ու միայն խոսել է մեկին, Հա, բայց ինքը։ Նորից չեն սիրում, սիրում են կրկին։ Ոչ։ Ունես Մարիամ պատասխան։ ես ես Պարույր Սևակ։ մի փոխենք ոլորտը խնդրում Արդեն ուշ է։ Միջնադարյան հայ գրականության մեջ ով է համարվում սիրո երգիչ։ Ասում էի 9-րդ դասանում եմ ացել։ Օրինակ կարող եմ հուշել։ Աշխարհումն իմ ընդունիս, քանի որ Հայտնովա ապրես, բրավո, վերջապես։ Ուշադրություն։ Որ բանաստեղծն է գրել լուսամփոփի պես աղջկա մասին։ Եղիշե Չարեն Ճիշտ է։ Ապրես Մարիամ։ Որ կամուրջի վրա էր Ավետիք Իսահակյանը։ Ֆիատոյ Ապրես։ Հայ բանաստեղծներից ում հետ էր ամուսնացած Սիլվա Կապուտիկյանը։ Աննա։ Համո Սահյա Ոչ։ Բեկնազարի Հովանես Շիրազ։ Ուշադրություն, շարունակիր տողը։ Դու իմ վերջինը թյուր իմացաբար։ Եվ իմ միակը ճակատագրով Ապրես Մարիամ։ Ապրես։ Հաջորդը Վահան Տերյանն ասում էր. ապրելուց քաղցր է։ մեռնել քեզ համար։ Ապրես Աննա։ Եվ վերջինը, ով է թամամ աշխարհ պտուտեկա բանաստեղծության հեղինակը։ Սայեթնովա։ Աննա, ապրես։ Խելքի բլից